Այսօր ես խոսելու եմ ընդհանուր հարցերի մասին եւ խոսքի կարիքը եղավ էս ընկերոջս գրառումից։ Ինքը ուրեմն հարց է տալիս, հայտարարություն անում։ Այն որ ասում եք Նիկոլը մենակով էս արեց, այն արեց։ Ընդամենը ուզում եմ իմանալ, բայ այն համալերում հավաքված 7000 հոգին սուրբ են, կուսակրոն են։ Իրենք ոչ մի վատ բան չեն անում, անմասն են այս ամենին։ Սկզբունքային հարց է սա, ու սրա պատասխանը դեռ չկա հայկական քաղաքական իրականության մեջ, մարդիկ այս հարցի առաջ մի տեսակ կանգնած են։ Ես վաղուց եմ խոսում այս մասին, արդեն գրում եմ 30 տարի, խոսում եմ արդեն 6-րդ տարին է, 300 բան խոսակցություն ունեմ այս թեմայով, բայց հենա կարիքը կա նորից խոսելու ու կաշխատեմ այս հարցին պատասխանել։ Ֆորմալ պատասխանս բերեմ, որ ես արել եմ իմ պատին Facebook-ում, այո, ու ոչ միայն համալիրի 7000-ը, այլև հայաստանյան 2 միլիոն ողջ հայությունը ոչ մի բան են, մի Նիկոլի առաջ։ Նո 2 միլիոն ես շատ եմ ասում, ըստ արկա թվերի, ըստ թոշակառուների, դպրոցականների, աշխատողների քանակը Հայաստանում բնակչությունը մոտավորապես 1.2 միլիոն է։ Մենք ինքնագենոցիդ ենք արել չլսված։ 4-5 միլիոն մարդ ենք կերել արտաքսել երկրից։ Այո, այդ 7000-ը ու ողջ հայությունը ոչ մի բան են մի Նիկոլի առաջ, որովհետև համար 1 հայոց կրոնական ու ազգային դրույթներն ու արժեքային են պարտադրում հային ողորմելի լինել եւ ենթարկվել իրենց վրա բռնացողին։ Որովհետև համար 2 հենց 1 Նիկոլն է բոլորին հրամայողը, կզացնողն ու ասֆալտ կերցնողը։ 5000-ամյա տրեխաստեղծին բոլոր ասպարեզներում պարտության տանողն ու գենոցիդ պարտադրողը։ Մեն միայնակ Հայաստանը կործանողն ու հենց մենակով էլ թուրան կերտողը։ Որովհետև համար 3 հենց 1 Նիկոլն է բոլորի ատամները հաշվածն ու ծնված օրից բեսպրեդել անողը։ Նույնիսկ առանց մի պաշտոնի համասարանի ողջ պրոֆեսորային ինֆարկտի հասցրածը։ Դոդին, Միշիկին, հայ օլիգարխներին, ախպերականին, Սերժին ու Սերժի կառավարության բոլոր նախարարներին հոտով դեսդեն քշողն ու շանտաժով կզացնողները։ Դրա մինիստրները Նիկոլի համար տուն էին առնում, մեբել էին առնում ամեն մեկը շանտաժի տակ։ Օլիմպիական չեմպիոն ըմբիշների ազգի տակ պլոճիկավորը, միակ պլոճիկավորը, որ ուզել գետնով է տվել ու գետին մտցրել, ու հիմա էլ եկեղեցիների շունը սարքում ու կսարկի։ Շենքերն էլ մսկիթի կվերածի, որովհետև պարզվեց, որ այս սկզբունքներով ու այս արժեքայինով ազգ չի կարող գոյություն ունենալ։ Դաժան եզրակացություն է։ Հայերը պետք է հաշվի առնեն մի բանի, հաշվի նստեն մի կարևոր փաստի հետ։ Մենք աշխարհի ամենավերջին ազգն ենք։ Գազայում գենոցիդ է, բայց գազացիք պետություն չունեին։ Արաբական 22 երկիր կա, բայց գազացիք չէին կարողացել երկիրը կառուցել։ Իրանք այդ 22 արաբական պետության մեջ ամենաթույլն էին ու դրա համար գենոցիդվեցին։ Իրենց գենոցիդը մեր գենոցիդի հետ համեմատելի չի։ Իրենք անպետություն ազգ էին, դրա համար ենթարկվեցին այդ վիճակին, ներքին երկպառակությունների պատճառով, նորից այդ պատճառով։ Իսկ մենք Ղարաբաղը պարտվեցինք, հիմա էլ շատ ինքնակամ Հայաստանն ենք պարտվում մի Նիկոլի։ Ու այս հարցադրումը, թե այս մի Նիկոլը ոնց կարող է այսքան բան անել, բայց կողքի սրիկաները չկան, իրանք էլ են չան։ Իրանք 3-րդական, 4-րդական, 10-րդական կարգի սրիկաներ են։ Նիկոլը կարողացել է հավաքագրի դրանց որպես թիմ, ստեղծել է բանդա, ու այդ բանդայով ազգին վերացնում է։ Ցանկացած հանրության մեջ էլ բանդիտներ կան, մարդն է ձևի է, բազմազան է, մեկը հանճարաճնցանվում, մեկը պոետ, մեկը մաթեմատիկոս, մեկը ըմբիշ, մեկը բրծկամարտիկ, մեկը շախմատիստ, ահագին մարդ էլ բանդիտացնվում ու հիմարացնվում։ Հիմա մեր բանդիտները միավորվել են Նիկոլի տակ, նոր են միավորվել, Սաշեի ժամանակ Հաշեի բանդիտներն էին միավորվել, հետո եկավ Ռոբը իր այս դոդ մոդին հավաքեց իր բանի փեշերի տակ, հետո Սերժն իր աղբորեց Սաշիկի հետ, աննման Սաշիկի հետ, հետո ասեցին իմ համար սահմանադրություն գրեք արա լակոտներ, ոնց պետք է, գրեցին, ու այդ սահմանադրությունը Նիկոլը հարկավ մեզ կործանեց, բայց խնդիրը հետևյալն է, սահմանադրությունը հենց այնք չգրվեց, սահմանադրությունը մեր
արտահայտություններ։ Մենք այդ ձևի էինք։ Մենք ընդունեցինք այս սահմանադրությունը, կեղծիքով էր, ինչով էր, կապ չունի։ Եթե թույլ տվեցին կեղծիք, այդ մենք ենք։ Թույլ տվողը մենք ենք, չէ՞, որովհետև Սերժը ասեց ուզում եմ նոր սահմանադրություն հագնեմ, որ հավերժ լինեմ թակավոր, դրան մենք պետքա դիմադրեինք, չդիմադրեցինք։ Այսինքն ինչ հարց ուզում եք հայկական իրականության մեջ վերցրեք, եթե մեկը բեսպրեդել է անում, այդ մեկը անում է, որովհետև մնացածս թույլ ենք տալիս։ Այսինքն այդ 7000 հոգին սուրբ չեն, 7000 հոգին Նիկոլի Թայֆից են։ Դա շատ բարձ տրամաբանություն է, ու պետք է այդ փաստի հետ հաշվի նստելով, նկատի ունենալով, հաշվի առնել, որ այդ 7000 հոգին մեր բարեկամներն են, մեր հարևաններն են, մեր ծանոթներն են, որոնց դեմ որ մնացած 1.5 միլիոնը Հայաստանում ծավալած կզած է։ Ինչով է դա պայմանավորված։ Ինչի ենք մենք կզած, այստեղ ես թվարկել եմ որովհետևներով, բայց դրա տակ գիտություն կա։ Ես էլ որպես տարօրինակ հայերից, ասենք թե ըմբիշ չեմ, բաքսոր չեմ, հանճարեղ չեմ, մաթեմատիկոս չեմ, աստղագետ չեմ, Համբարձումյան չեմ, ակադեմիկոս, դա ոչ մի բան եմ։ Բայց ինչ որ մի բան էլ ես եմ, գրքեր եմ գրում, այս ամբողջ գիրքը նվիրված է դրան։ Երևանում դրած է, ամբողջ տիրաժը, ոչ մի կարող եմ 2 հատ վաճառվել է։ 500 հատ գիրքից ոչ մեկը չեն գնել հայերը։ Դա որովհետև իրանց պետք չի։ Իրանց պետք է որ իրանք մենակ պասպալտին ծեփվեն, իրանց երեխեքին տանեն գերեզմաններ մտցնեն Նիկոլի հրամանով, այս 7000 հոգու տակ կզեն, այս 7000 հոգին էլ որոնք են, այս սրանք են։ Հələ մի հատ տեսեք, սա ինչ բան է։ Ֆաշիզմը սրա մոտ ներողություն հետ բաց տեքստով եմ խոսում, քակակերել։ Այս դահլիճը ձեր մարդիկն են, ո՞նց է եղել, որ իրանք առանձնացել են ու ձեզ հոշոտում են։ Այդպես էլ նույնն է։ Պրոբլեմ չի, մարդկային է, մարդկային գայլին եթե դեմը չարար, ինքը կեզ կուտի, ուտում է, ինչ է եղել, ինչ պրոբլեմ կա, ժամանակները փոխված են, մեր ժամանակները ուրիշ են, պետք է հասկանալ պետությունն ինչ է, լիդերն ինչ է, ժողովրդավարությունն ինչ է, ես փորձել եմ այդ հարցերը նկարագրել, բայց քանի որ ես հայտնի մարդ չեմ, ես հոյն երեխեքից չեմ, որոնք 20, 30, 50 հազարով հետևորդ ունեն, հենց այս նկարվում են, արդեն հետևորդները լիքը դափոնով այդ ցավը տանեն, միլիոն հատ էլ կիսում են։ Պրիմիտիվիզմը գրավել է իրականությունը, ու դրա դեմ պայքարը շատ դժվար է, որովհետև Նիկոլն ունի 7000 գել հետնորդ, հայփաչի, խուլիգան հանցագործ, ես ոչ մի։ Ու մեր абսուրդը հասել է նրան, որ այսենց լուրջ տեսքով մասա տեսնում եք, սա ինչքան ծանոթ բարեկամ կունի, որոնք իրաց շնորհավորել են։ Սրանց ընտրել են Արևմտյան Հայաստանի Հանրապետությունում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում։ Ես չգիտեմ ով է։ Սա անլուրջություն լինելով հանդերձ խայտարակ տգիտության արտահայտություն է։ Մարդիկ հիմարություններով զբաղվելով իրենց կարևոր են համարում, հələ տեսեք գերբ են սարքել, դրոշակ են սարքել, նկարվում են։ Դրանց դուք կա ուրիշ աշխարհ էլ, դե ես միշտ այն մեծ աշխարհից եմ խոսում, հայկական աշխարհից եմ խոսում, մարդուց եմ խոսում, գելից, գազանից եմ խոսում։ Այն աշխարհն էլ իր դեֆեկտները ունի, այն աշխարհի տերել դարել են փոխատերերը։ Մասկը կես տրիլիոն փող ունի։ Տարբեր փողատերեր են նկարված, սա էլ հետաքրքիր է, սրանք ոչ մի բանով չեն ավազնում, սրանք ուղղակի խորամանկ սրիկաններ են, հանճարներ չեն, իրենք ոչ տնտեսական, ոչ ֆինանսական, հանճարի հարց չկա, սրանք մարդ աշխատացնող, մարդ ուտողներ են, աշխարհն էլ այս պրոբլեմն ունի, որ ինքը իր ապագային տեր չի կանգնում, աշխարհի պրոբլեմն ավելի բարդ է, 8.3 միլիարդ են, նրանք չեն կարող Մասկի վրա ազդեն, Մասկի մերձական զբաղված է քաղաքական հարցերով, քաղաքական հարցերով զբաղված են լոբիզմով, իրանց սիրեկաններով, սիրուհիներով, բարդությունները այս մեկը մյուսի վրա շարած բարդությունները, որոնք մեր իրականությունն են կերտում, աշխարհն այլանդակել են, սա հայերին վերաբերող պլակատ է, վերադառնամ նորից կանցնեմ գլոբալին, նորմալներին լցրի գետնի տակ ու հիմա համացանցը գրաված մանկա հասակ մողամբած բջերով զմայլված դորակեթակ, այդ մասին էր, հայկական իրականության մեջ ոչ մի
մեծահասակ հասուն տարիքի մարդ ոչ մի հեղինակություն չունի, զրոյական հեղինակությունը։ Ես էլ հպարտում եմ, փորձում եմ հեղինակության հարց փորձում եմ տրամաբանություն մտցնել, իրականություն չի ստացվում, բայց դե ղամազ եմ, հիշողությունից ու տրամաբանությունից զուրկ ղամազ եմ իմը շարունակում եմ։ Այստեղ արդեն փողի ասպարեզն եմ մտնում, որտեղ փողն է դարել իրականության շարժիչ ուժը, թե Հայաստանում, թե աշխարհում բոլորը ստորադասվել են փողին։ Բայց համեմատության համար բերել են բանկերի ունեցած փողը այս ընկերոջ ունեցածի համեմատ։ Հիշենք, Մասկը ունի 466 միլիարդ կես տրիլիոն, իսկ Ամերիկայի ամենամեծ բանկը ունի 826 միլիարդ, այսինքն Մասկից 1.6 հարուստ։ Պատկերացնում եք, այս բանկում գտնվում ամերիկացիների թոշակներն են, ամերիկացիների հիմնական փողերն են, մյուսն էլ հիմնականում ամերիկյան բանկեր են, այստեղ Bank of America, Wells Fargo, Morgan Stanley, Goldman Sachs, այսինքն այս բանկերը իրենք երկրորդից սկսած արդեն Մասկից հարուստ չեն։ Չինական բանկը, Չինաստանը պատկերացնում եք, աշխարհի արտադրողն է, ավելի աղքատ է, քան թե բան Starlink մի քանի բան ունեցող, դիզելական բան ունեցող, այդ արբանյակ ունեցող Մասկը կամ Տեսլայի տերը, սա абսուրդ է։ Абսուրդները շատացել են աշխարհում, դե դրանք գենոցիդի խնդրեմ չունեն, մերը գենոցիդի խնդրեմ է, դրա համար սրացած եմ մոտենում հարցին։ Եթե մենք լինեինք աշխարհի ոչ թե վերջի երկիր, այլ նախավերջինը, ես բան կլինեի, հանգիստ կլինեի այդ առումով։ Ու տարօրինակ բան է տեղի ունեցել եւ քաղաքական եւ ֆինանսական աշխարհում, աշխարհի տեր են դարել հրաները։ Այս լավ նկար է, կտվում է ամերիկյան կողը, Նեթանյահուն կտվում է Տերորի անվան տակ իրանք են տերերը, օրինակ հիշենք սեպտեմբերի 11-ին, որ տեղի ունեցավ հարձակումը ամերիկյան երկնաքերերի վրա, դրանցից մի հոգիներ հարձակվողներից, այդ բաներից, ինքնաթիռները գրավվածներից, մի հոգին Եգիպտոսից էր, մնացածը 19 հոգին Սաուդյան Արաբիայից էին։ Ես թիվը ուղղակի չեմ հիշում 19-ին թե 20-ին դրանք։ Ոչ մի հոգին Եգիպտոսից էր, մնացածը Սաուդյան Արաբիայից են։ Այսօր Սաուդյան Արաբիայի, այսօր չէ, երեք եկել էր Թրամփի մոտ, Թրամփը կզել էր դրա դեմ։ Նույնիսկ ճշնամու հարցը դարել է հարաբերական։ Այս երկրի վրա հարձակված միակ երկիրը Սաուդյան Արաբիան ու Թրամփը այսօր կզած էր դրա դեմ, որտեղ այդ արաբն ասել է, այս քեզ փող կտամ, դու կարաս խոստանաս, որ դու տես նախընտրական խոստումներ կատարում, ոչ բանը չեն տա։ Հիմար չեն, որ տես բան անեն։ Մի քանի շերտ է գոյացել կոնսպիրացիայի դավադրությունների ամբողջ աշխարհով մեկ։ Այդ շերտերի տակից մարդիկ չեն կարողանում դուրս գան, որովհետև խաբեություններն են շատ։ Ես փորձում եմ այդ շերտերը լուսաբանել, մեկնաբանել, չի ստացվում։ Այս գիրքը 8 թվին եմ գրել հենց այդ մասին։ Վերնագիրը ուրեմն շահը որոշումների կայացման մեջ, խմբակային շահը։ Գիրքը նվիրված է հրեաների տիրապետությանը համաշխարհային։ 2008 թվին է գրված, ամերիկյան բանում կա, համացանցում կա վաճառքի, ոչ մի ոքի չի գնում։ Այսինքն նույնիսկ ճշմարտությունը չես կարող ճշմարտության հատիկներ չես կարող տեղ հասցնել, որովհետև այսպես փողի իշխանությունա կերտվել աշխարհում, փողի տերերն էլ այս որպես պորնիկ ներկայացվածի մեջքին կանգնածներն են։ Այս օկտատերն էլ ամերիկացի ներկայանում, չգիտեմ ով է, Facebook-ից եմ վերցրել այս նկարը, գրածա պորնիկ այստեղ, ներկայացնում որպես պորնիկ։ Եթե ոչ մեկը չխոսի այս իրականության մասին, կործանում ասպասում աշխարհին, բազմիցս եմ ասել, որովհետև հանցագործներ են վերցրել, ինքը հանցագործ, հետևինները հանցագործ, հայկական իրականության տերերը հանցագործներ բոլորը։ Սրան ինչ-որ վերջ պետք է լինի։ Էս էլ Ամերիկան նկարված է որպես հրեական պետություն։ Անունն էլ Արևմտյան Իսրայել։ Լավ նկար է։
Ես սրա վերաբերյալ մի բան ասեմ ես ձեզ։ Մի քանի անգամ կրկնել եմ, բայց քանի որ իմ լսարանը մի 5 հոգի են, միգուցե հիշում են։ Սա 2 հոգի են գրել, հրյաներ չեն։ Ես կարծում եի մեր շայմերը հրյա է, բարձմա հրյա չի։ Վերնագիրն է Իսրայելի լոբին ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ։ Նո, արտաքին չէ, ներքինն էլ է լրիվ Իսրայելի ձեռը, այս գիրքը ինչով է ֆանտաստիկ։ Գրքի 1/3-ը այս ցստան։ Այստեղից սկսած պատկերացրեցիք, չէ՞, գրքի հաստությունը, նո ամենակիչը 1/4 է։ Նվիրված է բաներ են, ցիտումներ են։ Ինչ այս մարդիկ գրել են, հատուկ ցիտել են, որ հրաները իրենց դատի տալով չկարողանան վերացնել, մենակ սպանելով հարցը լուծեն, նա չի հերոր կենթանի են երկուսն։ Չգիտեմ ոնց է ստացվել, որ ողջ են, եւ իրենց հարցերը կլուծեն։ Մարդիկ հասկացել են աշխարհի էությունը, ինչի են հասկացել։ Սա էլ շատ հետաքրքիր է։ Դեռ առաջին դարերում պետությունը կազմավորումից հետո փյունիկացի կառավարող էին զբաղված, հրյաներն արդեն փողը պարտք էին տալիս ու տոկոսները վավրում են։ Նախնադարից մարդիկ հասկացել են, թե ինչ է իրանց ներկայացնում փողը։ Ու սա գիտելիքը իրանց մոտ բերանացի ժառանգվող է։ Դուք հրեական գրականություն չեք գտնի, որը վերաբերում է փողի հատկություններին, փողի որակներին, իրենք իրար փոխանցում են, ընտանիքն է փոխանցում, որովհետև եթե այդ մասին ասեն, ուրիշները կհասկանան, թե իրանք ոնց են աշխարհին կառավարում։ Իրենք հասկացել են փողը եւ փողի միջոցով տիրացել են աշխարհին ու կառավարում են աշխարհը։ Հիմա ես գամ իմ ասելիքին այդ առումով։ Այստեղ սա այս գիրքն է, այս գիրքի 36-րդ էջն է, ես քննարկում եմ փողը, կասեմ կանցնեմ, այստեղ արդեն 36 էջի մեջ ես նախաբան բացատրել եմ, թե ոնց է փողը գոյացել, եթե մենք առաջից գանք, մի քիչ հետ գնանք, այստեղ մարդուց եմ գալիս, զենք, զինված հարաբերություններ, պատերազմ, վրեժ, ինքնադատաստան, պարտիզանական քաղաքացիական պայքար, սուբյեկտային վարքի հիմքեր, ահա, այստեղից, փողը առաջացել է նախնադարում մասնագիտացումից, մարդիկ սկսել են ինչ-որ մի բան ամեն մի խումբը արտադրել, մի գյուղը, ասենք թե ոչխարեր պահում, մեսոցորեներ արտադրում եւ այն փոխանակման ժամանակ առաջ է գալիս փողի անհրաժեշտությունը եւ փողը այդ ժամանակվանից առաջանում է, այստեղ սբիչ շուկաներն են առաջանում, հետո շուկայի մեջ արդեն փողն է գոյանում, այս ոսկու գույնով նկարագրած այս սլաքը արդեն փողի առկայության մասին է խոսքը, այսինքն ես նույն սկզբից կարող էի գալ, բայց բազմաթիվ անգամ խոսել եմ, գամ մի անգամից փողի հատկություններին, որտեղ կենտրոնացած հենց այդ մասին եմ ես խոսում։ Իմիջիայլոց այս գիրքը եթե կարդա, նորմալ ուղեղի տեր մարդը ինքը կդառնա փայլուն քաղաքական մեկնաբան, բայց մեզ պալոս չի։ Այս էջը կարդամ, որովհետև ինձ թվում է ժամանակ կա։ Փողը որպես ներկա գլոբալ աշխարհի հիմնական գործիք, միջոց եւ նպատակ։ Առաջին, փողը պետական ամենահիմնական մենաշնորհներից է եւ պետության սուբյեկտության հիմնական արտահայտիչներից մեկը։ Փողը պետությանն է պատկանում։ Ոչ թե անհատ մարդը, եթե մասը ունի կես տրիլիոն, դա աննորմալություն է, ուրեմն նշանակում է մենք պետության էությունը չենք հասկացել։ Փողին ենք առավելություն տվել, դրա համար փողը դարձել է աշխարհի տեր։ Փողը նաև մարդկային տնտեսական հարաբերությունների քանակական ունիվերսալ չափն է։ Այն ամեն մեկը տնտեսական հարային հարաբերություններում ներկայանում է իր կատարած դրական կամ բացասական ներդրումներով հանրօգուտ կամ հակահանրային եւ ըստ դրա էլ գնահատվում։ Եվ փողը բոլոր ալտերնատիվ դեպքերում էլ մարդուն բնորոշող դրդիչ շարժիչ ուժերից մեկն է։ Եթե այսքանը բոլորն իմանան, թե փողի մեջ ինչքան որակներ ու ֆունկցիաներ է կենտրոնացած, միգուցե ավելի կոմպլեքս մոտենան։ Մեր մոտ գիտեմ, որ փողով ամեն ինչ կառնես, բայց թե փողը ինչի է թույլ տալիս ամեն ինչ առնել, դա չգիտենք։
Ունենալով յուրահատուկ սուբյեկտություն, փողն ուղղորդում է տնտեսվարող մարդկանց եւ որպես միջոց եւ որպես նպատակ։ Մեծ այս ուրեմն նորմալ փողային հարաբերությունների մասին է, մասկի մասին չի, մասկի աշխատողների մասին է։ Երբ փողը նաեւ իշխանություն է, որովհետեւ փողով վարձահատույց լինելով հնարավոր է անհամապատասխան մեծ արդյունքների հասնել այն չունեցողին շահագործելով եւ կամակատարություն պարտադրելով։ Չորրորդ, փողը նաեւ ռազմաքաղաքական ուժ է։ Հենց փողի միջոցով եվրոպական պատերազմներ հրահրելով Հայր Ռոթշիլդը սկսեց իր անհաշիվ փողի կերտում բազմապատկումը։ Այդ մասի խոսել եմ իր որդիներին, 5 որդիներին ուղարկում է եվրոպական քաղաքներ չենջեր է բացում, փողի փոխանակման կետեր է բացում ու հրահրում է պատերազմ ու ֆինանսավորում եվրոպական պատերազմները։ Ներկայում էլ պատերազմների հիմնական առանցքը փողն է, սակայն գլոբալ աշխարհում եւ գլոբալ միջպետական հարաբերությունում փողն այլևս տնտեսական հարաբերությունների չափ չէ։ Դասական առումով փողը չէ, այլ տպարանում տպվող իշխանությունն է իր մեջքին կանգնած ռազմականով։ Այդ դրան ենք ասել։ Մենք փողն ենք դարձրել հրեական ձեռքի խաղալիք։ Այն գաղտնի խմբերի ենթակայության ձեռքին միլիոնավորների արյուն ձեղելու գործիք է։ Փողի իշխանությունն ասում է ոչ թե փող աշխատիր փող վաստակելու համար, այլ ամեն ինչ արա փողը բազմապատկելու համար ներառյալ մոլորակին սպառնացող գլոբալ պատերազմը։ Ես չգիտեմ, թե ինչպես կլուծվի փող պետություն անհատ 3 սուբյեկտների փոխհարաբերությունների հարցը ապագայում, բայց ինչ կա հիմա խիստ մտահոգիչ է մարդկության եւ մոլորակի ապագայի համար։ Փողը սուբյեկտ է, մարդն է սուբյեկտ եւ պետությունն է սուբյեկտ։ Սրանք էլ կարևոր հարցեր են, որ պետք է մարդիկ իմանան։ Սուբյեկտությունը կարևոր է, դու պետք է հասկանաս ովքեր են սուբյեկտ, ում հետ գլուխ տնես։ Ասում են Այս Նիկոլի տակի այս 7000 սրիկաներին, իրենք սուբյեկտ չեն, իրենք Նիկոլի կամակատարներ են, բայց մարդը, անհատ մարդը սուբյեկտ է։ Ինքը որպես սուբյեկտ կարող է այդ Նիկոլի ձեռի շներին պատժի, վրեժ լուծի, գյուլլի, ես ինչ իմանամ, քացուտակ տա, իր ուզածնանի։ Բայց այդ 7000-ը որպես քաղաքական դեմքեր ամեն մեկը իր ֆրոնտն ունի, որը Նիկոլի միջոցով է ապահովում։ Նրանք սուբյեկտներ չեն։ Նրանք սուբյեկտ կդառնան, երբ որ կռվի մեջ մտնեն իրենց դեմ եկողին, ասենք թե մեկը որպես տղամարդ գնա դրանց դեմ։ Հիշում եք մի ժամանակ համացանցում բան եկավ։ Կլիպ եղավ, որ դե Ալենի վրա մեկը հարձակվեց, անունը չեմ ուզում։ Ալենը դրան բանով խփեց, գլխով խփեց դնչին։ Ու արուն լվա արեց, քիթ մռութը ջնջխեց։ Ալենը որպես անհատ Եվս իրան ցուցաբերեց, որ ինքը 7000 գելերից են լավ գելերից է, որտեղ երբ որ անձնական հարց եկավ մեջտեղ, ինքը ինչ սուբյեկտությունը բան արեց, պաշտպանեց, ապահովեց։ Նիկոլն իր ամբողջ կյանքում շանտաժներ է արել, ծնվածորից է շանտաժով զբաղված, համասարաններ կզած, անձնապես խիզախ է։ Դուք չեք կարա Նիկոլին որպես իր սրիկայա էսա այն է, բայց չեք կարա իրեն խիզախության մեջ մեղադրել, որ ինքը վախկոտ է։ Վախկոտ չի։ Ինքը հայ ազգին կործանեց, ինքը թուրան է սարքում մեր տեղը, եկեղեցին է վերացնում։ Վախկոտ է կաթողիկոսը, վախկոտ են տերտերները, վախկոտ է հայկացած ցանկացած մեկը, որը գենոցիդվում է, որն իր վրեժը չի լուծում։ Վերադառնանք փողին։ Փողը եղել է եւ մնում է որպես շուկայի ներսում եւ շուկայից դուրս մարդկային տնտեսական հարաբերման հիմնական գործիք միջոցը։ Փողը մարդկային տնտեսական հարաբերությունների քանակական ունիվերսալ չափն է։ Ամեն մեկը հանրային հարաբերություններում ներկայանում է իր կատարած ներդրած արդյունքով ըստ դրա էլ գնահատվում։ Ըստ գեներացված էֆեկտի փողային համարժեքի։ Փողն ըստ էության սուբյեկտ է։ Փողի սուբյեկտությունը կարելի է նկատելի է երկու հարթություններ՝ մարդու եւ հարևան շուկաների փողերի հետ ունեցած հարաբերությունները։ Որևէ շուկա չի հանդուրժում այլ շուկաների, այլ փողերը եւ ձգտում է նվաճել թե հարևան շուկան եւ թե նրանում շրջանառող փողը։ Մինչև վերջերս մարդուց հետո փողը երկրորդ սուբյեկտներ երկրագնդի վրա։ Ներկայում մարդ-փող սուբյեկտային առաջնահերթության հարցը միարժեք չէ, քանի որ մենք չգիտենք գլոբալ փողի էմիսիային տիրապետողներին։ Ну գիտենք։ Պատկերացնում ենք, անունները կոնկրետ անունները միգուցե դժվար է տալ։ Դժվար է կողմնորոշել, թե ի վերջո ով է ներկա գլոբալ աշխարհում որոշում կայացնողը։ Ֆինանսառազմականով պաշտպանված փողը, թե փողին տիրապետող անհայտ անձինք։ Երևի սրանով այսօր ավարտեմ։
Ասեմ միայն, որ այս գրքի լինքը ես կդնեմ իմ ելույթի տակ, գոնե լինքով կարդացեք։ Ես չեմ տեսել նման անպայքար գենոցիդ։ Մարդիկ կործանվում են նույնիսկ մի ճանք չթափելով, որ դրա դեմն առնեն։ Երեք խոսում էի իմ ծանոթներից մեկի հետ, որը Հայաստանում ապրում, ասում է շատ դաժան վիճակ է, իրար փոր են թափում, դանակով իրար մորթում են, բան։ Ասեցի շատ լավ է։ Եթե մարդկանց մեջ այդ քաջությունն է հայտնվել որպես խոլիգան իրար մորթելու, գոնե ասենք թե թուրքերը լցվեն հայկական, ասենք թե Երևան, այդքան հեշտ չեն կարողանա մարդ գենոցիդը, որովհետև այդ հայ խոլիգանը, որը այսօր ընկերոջ փորն է թափում, բայց ոչ Նիկոլի շների, միգուցե դիմադրի Թուրքին։ Դժվար է ասել։ Համենայն դեպս գոնե ինչ-որ ռեսուրս ես այդտեղ տեսնում եմ, որ այդ կողական աղբերական իր կեցվածքով միգուցե ինքը դիմադրի թուրքերին։ Նախապայման է այդ մինիմալ քաջությունը իր անձը պաշտպանելու միգուցե լինի թուրքերին դիմադրելիս։ Դա կարևոր բան է։ Ես սր փողի մասին խոսեցի, կարծում եմ սրանով ես կավարտեմ խոսակցությունը ու ուրիշ հարցեր էլ քիչ քննարկեմ, սուբյեկտության հարցերը կարևոր են։ Անհատին քննարկեմ լիդերային պետությունը, բայց փողի մասին խոսակցությունը բացելը կարևոր էր։ Այս աշխարհը գրաված փողը հայկական իրականությունը սպանողն է։ Հային ոչնչացնողն է առաջին հերթին։ Նիկոլը հավաքագրել է իր 7000 հոգուն, իր միլիցեքին, իր սապրագլուխներին, հիմա էլ է տագնոցավոր Riot Police-ին փողի շնորհիվ։ Ու կարող է դրանց մեջ արդեն թուրքեր էլ կան, որոնք Թուրան են կերտում։ Ըստ որում, ասեմ, արևմտյան աշխարհը փողին շատ ավելի շատ է տրված, քան թե թուրքական մահմեդական աշխարհը։ Այդ մահմեդականների մոտ դեռ կրոնն էլ կա, ազգայինն էլ կա, փողն էլ կա։ Փողը դեռ առաջնային չի, օրինակ այդ Սաուդյան Արաբիան, ամերիկյան շենքերը գետնի տակ մցրած պրինցը շատ հպարտ գալիս է այստեղ, ինքը փողն էլ գիտի, իր շահերն էլ գիտի։ Թուրքերը փողն էլ գիտեն, գիտելիքն էլ գիտեն, թուրան սարքելն էլ գիտեն, հայերին փողով կերակրելն էլ գիտեն, դավաճաններին։ Մեր համար ազգը չկա, կրոնը չկա, միայն փողն է։ Ես չեմ կարող փողի դեմ դուրս գալ, բայց ես դուրս եմ գալիս գիտելիք տարածելու միսիայով եւ կոչ եմ անում ընկերներիս կարդալ, հասկանալ ինչն է իրականությունը եւ իմանալով դիմադրել, չէ ինքնագենոցիդվել։ Այսօր ես վերջացրեցի ասելիքս։